Տիկին Աբրահամյան վերջին անգամ 2 տարի առաջ ենք հանդիպել ձեր տանը։ Իդեպ ձեզ մոտ էլ է ժամանակը սենց անհասկանալի արագ անցնում։ Եվ ոչ միայն ինձ մոտ, որտեվ երբ ասեցի ուզում եք կապ նկարել, աղջիկս ասեց, բայց նոր չէին։ Նոր, հա, իսկ ինչ չէ եք դա կապում, շատերն են իմ ասում, ժամանակը թռնում է ինչ-որ աննորմալ։ Դե շատ զբաղված ենք, սարսափելի շատ է ինֆորմացիոն հոսքերը եւ դրանից թվում է թե շատ արագ է տեղի ունենում։ Չնայած կան ինչ-որ գիտական նաեւ հաստատումներ, որ իրականում արագ է տեղի ունենում, բայց դեռևս հաստատված չեն։ Լավ, այդ կհասկանանք։ Մենք ձեր գրասենյակում ենք, այստեղ միանգամից ձեր երկու գործունեություններն են, այսպես ասած, հանուն հավասար իրավունքների ՀԿ-ն եւ հոդված 3-ը։ Եկեք ՀԿ-ի գործունեությունից մի քիչ խոսենք, որովհետեւ հատկապես գիտեք, տարածված կարծիք կա, մեզ մոտ հենց լսում են ՀԿ, միանգամից գրանտերը եւ այլն եւ այլն եւ այլն, հա։ Ինչով է զբաղվում հանուն հավասար իրավունքների ՀԿ-ն։ Հանուն հավասար իրավունքների ՀԿ-ն եւ իրականում մենք այդքան չենք տարանջատում հոդված 3 ակումբը, որտեվ համատեղ ենք բոլոր ծրագրերը, այսինքն հոդված 3 ակումբը հանուն հավասար իրավունքների ՀԿ-ի ծրագրերից մեկն է ընդհանրապես։ Ուղղակի ավելի այդպես հանրահռչակված ծրագրերից մեկն է, բայց հիմա հատկապես վերջին 5-6 տարիների ընթացքում առավելապես կենտրոնացած ենք համայնքներում, մարզերում, համայնքային տարբեր դպրոցների հետ համագործակցությամբ, բարձրացնելով մեդիագրագիտությունը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը տեղեկատվական հիբրիդային հարձակումների եւ հիբրիդային ըստեյության պատերազմի մեջ է, մեզ համար շատ կարեւոր է հատկապես սահմանամերձ համայնքներ զարգացնել եւ երիտասարդների եւ ուսուցիչների կարողությունները հասկանալու, որոնք են տեղեկատվական կեղծ ուղերձները, նարատիվները, նաեւ այն գործիքակազմերը, որոնք նաև թշնամական կողմից ադրբեջանական կարող են իրենց դրթել ինչ-որ գործողություններ անելուն, այդ թվում նաև վարքային փոփոխություններին եւ այլն։ Սա մի ուղղությունն է, մյուս ուղղությունը իհարկե արցախցիներին աջակցության ծրագրերն են, որոնք ինչպես ասացի, կայո գրանտեր եւ այլն եւ Թրամփի անհեթեթ որոշումների հետևանքով բավական կրճատվել են ցավոք եւ ասում եմ ծրագրերից ամենաշատը հենց տուժել է արցախցիներին տրվող աջակցություններ, ընդ որում դրանք զուտ հումանիտար աջակցություններ չէին, այլ կրթական հնարավորություններ էին, որը շատ երկարաժամկետ իրենց կարողություններն էր ձևավորելու, որպեսզի կարողանան իրենք արժանապատիվ նաև աշխատել եւ նաև իրենց ապագան տեսնել Հայաստանում։ Եվ մեկ այլ ուղղություն է իհարկե լրագրողների կարողությունների զարգացումը եւ այն ամբողջ ընդհանուր, այսպես ասած, հովանոցային գաղափարաբանությունը, որի տակ մենք գործում ենք, դա մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ ձևավորել քաղաքացի, որը կիմանա իր իրավունքները, որը կլինի իրավագիտակից, բայց այդ իրավունքը պատասխանատվությունից չենք զատում, որովհետև քաղաքացին նաև ունի պատասխանատվություններ եւ այդ պատասխանատվության սերմանումն է, որ նաև խնդիր ենք դրել մեր առաջ։ Բայց այստեղ միջավայրը նաև հուշում է, որ առանձնահատուկ է նաև կանանց իրավունքների եւ ընդհանրապես կանանց թեման, ցիտատներ եւ այլն եւ այլն։ Կանայք են բոլոր այստեղ աշխատողները։ Վերջին մի քանի ամիսը այո հիմնականում կանայք են։ Մենք ունենք մեկ աշխատող տղամարդ, բայց ծրագրերի կրճատումից ավարտելուց եւ այլն, որտեղ ծրագրային գործունեություն է հաճախ եւ ծրագրերի նաեւ ֆինանսավորումից է կախված, հիմա չունենք տղամարդ աշխատող, մշտական աշխատող, այսինքն freelancer, այսինքն ոչ հաստիկային աշխատող ունենք, բայց մշտական աշխատողները այո կանայք են, բայց սա հատուկ չի արվել։ Ինձ համար շատ կարեւոր է արժեքները կիսելը եւ ընտրվելու եւ այսինքն այդ հիմնական չափանիշներից մեկը, որով ընտրում եմ ես աշխատակիցներին, ամբողջապես պիտի կիսեն այդ արժեքները, մեզ մոտ ընդհանրապես միմյանց աջակցելը, միմյանց նեցուկ լինելը, թիմում չկա այդ մրցակցությունը, անառողջ մրցակցությունը թիմում չկա, այսինքն գործը դիտարկում ենք, որ սա իմ գործը չի, սա քո գործը չի, կամ հակառակը, սա իմն է, այստեղից դաշտ մի մտի չկա, մենք ունենք նպատակ եւ բոլորը համատեղ միմյանց աջակցելով են այդ նպատակին հասնում, սա ինձ համար շատ կարեւոր մոտեցում է ընդհանրապես աշխատակազմի հետ հարաբերություններում։ Ես դա ուզում հարցնել, եթե վաղը կամ այս եթերից հետո որևէ տղամարդ որոշի ձեզ մոտ ընդունվել գործի, ինչ կարևոր է բացի արժեքները կիսելուց, ինչ պետք է իմանա, թե չեք ընդունի։
Չէ, իհարկե։ Արդեն սովորել եք կանանցով ու քիչ-քիչ դառնում է տղամարդկանց բուրկա արգելված է, չէ։ Չէ, բացարձակ այդպես չի, իհարկե ընդունում ենք։ Մենք ունեցել ենք տղամարդ աշխատակիցներ եւ շատ լավ աշխատակիցներ։ Կարևոր չափանիշներ եք ասեք, բացի արժեքները կիսելուց, մարդիկ դες դիմել են։ Պրոֆեսիոնալ կարողությունները, չէ, ազատ տեղ հիմա ցավոք չունենք, որովհետեւ այո, հիմա իսկապես ինչպես նա էլի ասացի, բազմաթիվ ծրագրեր փակվել են։ Ինչու ենք կանանց իրավունքները հատկապես շեշտադրում, որտեղ ծրագրերից եւ են տարբեր այդպես ատրիբուտները, ուղերձները, որոնք նաեւ գրասենյակում առկա են, դրանք բոլորը մեր տարբեր ծրագրերի արդյունքում ձևավորված տարբեր այդպես նյութերն են։ Ինչու, որովհետև, բայց ոչ միայն կանանց իրավունքների, մեզ համար կարևոր են նաև օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունները, որովհետև ինչպես կազմակերպության անունն է ասում, հանուն հավասար իրավունքների, այս հավասարությունը չափազանց կարևոր է։ Եթե դուք կայք օրինակ մեր նախորդ գրասենյակը, որ շատ ավելի լավն է, շատ ավելի մեծ էր եւ արտաքին, այսինքն դրսում մենք արդեն իսկ դրսից կտեսնեիք մեր այդ բոլոր արժեքները, մեր մուտքը ազդարարող պոստերը, այսինքն պաստառը Շահամի Շահամիրյանի ամենակարևոր ուղերձն էր հենց նշում իր, որը հավասարության մասին էր, որը այդ ժամանակահատվածի համար խիստ առաջադեմ էր, հա, այսինքն նույն ժամանակահատվածում դեռ երկրներ կային, որոնք ստրկատիրությամբ էին, մինչդեռ այնտեղ քարոզ էր հենց հավասարության, որ բոլոր մարդիկ են հավասար, բոլոր ռասաներն են հավասար, այսինքն ժամանակի համար դա չափազանց առաջադեմ էր, որը ես կարծում եմ, որով մենք պիտի հպարտանանք եւ Մխիթար Գոշով եւ Շահամիր Շահամիրյանով անգամ այս սեղանի վրա է իր խոսքերը նշված։ Հետո այնտեղ է Մխիթար Գոշից ցիտատ կա, որի մասին դեռ կխոսենք, բայց դուք ասացիք, որ ծաղիկների հանդեպ սերը նաեւ գրասենյակում արտահայտվում, ես հիշում եմ ձեր տանն։ Հա, դուք եք միայն խնամում։ Հիմնականում ես եմ խնամում, բայց մենք ունենք Չէ, չթողնելու հարց չի, իհարկե, բայց ավելի շատ չնայած երևի վերջին մի քանի ամիսը շատ զբաղված եմ եւ այդքան ուշադրություն ու ծաղիկների վիճակից էլ երևում է հատկապես վերևի հարկում, բայց չէ, մեր մակրողը շատ այդ առումով ինձ աջակից է, նաեւ ծաղիկները անդադ տարբեր տեղերից մատակարարում, ինքը որովհետեւ նաեւ ունի սեփական տուն։ Այդ առումով մենք երկուսով ենք հիմնականում, բայց ծաղիկները իսկապես իմ ստրեսը հանելու, ավելի կենտրոնանալու, այսինքն երբ ես ինչ-որ բանի մասին պիտի շատ լուրջ մտածեմ, ես սկսում եմ ծաղիկների հետ ինչ-որ փրփրել, խնամել, խոսել, մի տեսակ ուրիշ կենտրոնացում եմ ստանում իրենցից եւ ուրիշ էներգիա, աղջիկս հաճախ ասում է ծաղիկների հետ ավելի շատ ես խոսում, քան մեր հետ։ Կա այդպիսի ճշմարտություն։ Այս օֆիսային կյանքը, հա, հարմարվել եք, թե օրինակ մեկ-մեկ կարոտում եք ազգային ժողովի օրերը կամ մտածում եք այ որևէ այլ պաշտոն զբաղեցնեի հիմա կամ այլ կառույցում լինեի, կգտնեի ինձ վերջնական դա կլիներ իմը։ Չէ, ես ազգային ժողովում կարոտում եի այս իմ կոմֆորտ զոնան ավելի շատ, այսինքն հակառակը վստահաբար չի եղել ազգային ժողովում բարդ էր ոչ միայն մթնոլորտը, ոչ միայն այնտեղ էր օֆիսային։ Մենք այստեղ այս գրասենյակը երբեք չենք դիտարկում գրասենյակ, հա, որպես մենք մի տեսակ բոլորս էլ մի տեսակ տան նման է։ Կարող է շատ ուշ երեկոյան գնանք, կարող է իսկապես քանի որ նաև այդ պարտադրանքը չկա պարտադիր 9-ից 6-ը լինել գրասենյակում, գրասենյակը ինքնին չի դառնում զուտ աշխատանքային տարածք, դա նաև շփման տարածք է, նաև միմյանց խնդիրներով ապրելու տարածք է եւ այդ առումով սա իմ ամենա այդպես կոմֆորտ զոնաներից մեկն է, որ ես երբեք չեմ դիտարկում որպես աշխատանքային տարածք։ Ես առաջարկում եմ նաև այլ տարածք գնանք, այնտեղ արդեն ավելի բովանդակային զրուցենք, Մխիթար Գոշից հատկապես։ Սա արդեն հիմնական հատվածն է հոդված 3-ի, որտեղ դասընթացներն ենք վարում, բոլոր մեր տարբեր հանդիպումներն ենք իրականացնում, հոդված 3-ը այստեղ կա, որպեսզի բոլորը հիշեն ինչ է ընդհանրապես հոդված 3-ը,
Այստեղ մեդիա գրագիտության ուղղվածությամբ շատ տարբեր մարդու իրավունքների դասընթացներ, հիմա օրինակ 1 ժամից կլինի մեր մարդու իրավունքների դպրոցը, ամենամյա դպրոց ունենք, որը բավական երկար, այսինքն մի քանի ամիս տևող երեխաներ են գալիս հիմա։ Ոչ, կոնկրետ մարդու իրավունքների դպրոցը իրավաբանական ֆակուլտետների բոլոր համալսարանների ֆակուլտետների ուսանողներ են։ Այսինքն արդեն մասնագիտական, բայց որպեսի մի փոքր ավելի մասնագիտական հենց մարդու իրավունքների տարբեր ուղղությունների մեջ։ Ինձ դա հետաքրքրեց մեդիա գրագիտության կտորը։ Տեսեք, այսօր մեր մամուլը կարելի ասել, չեմ ասում ամբողջը, բայց ահավոր տարածված է այդ ատելություն, բռնություն, հայհոյանքը դառել է նորմալ, լրիվ այն, որ արդեն չես զարմանում, այսինքն զարմանում ես, որ չկա։ Այդ ամեն ինչի մեջ ինչ եք սովորեցնում, ոնց լինես կիրթ, փորձես նաև բովանդակային խորքային ասելիք ունենաս, բայց չկորես այդ ալիքի տակ այդ հայհոյանքների, ատելության ու իրար այսպես ասած խփելու։ Դրանք շատ ամբողջական, այսինքն մեդիա գրագիտությունը այդքան չի առնչվում դրան, բայց նաև ինչպես ընտրես նաև այդ ամեն ինչի մեջից այդ խոսքը։ Առմամբ այդ բարևարկության մոտեցումն է, բարևարք մոտեցումն է, որ եթե դու իսկապես ունես քննադատություն, մենք օրինակ ունեինք շատ տարիներ բանավեճերի ակումբներ, որով սովորեցնում էինք երիտասարդներին ինչպես բանավիճել ցանկացած ամենապրոբլեմատիկ թեմայի շուրջ, նախ ինչպես կառուցել իրենց փաստարկները եւ այլն, բայց վիճել փաստարկված, որովհետև երբ անցնում են արդեն հայհոյանքները, այդտեղ ուրեմն բովանդակություն չկա, մեղադրանքի փաստարկ չունեն։ Սա, այսինքն այս մշակույթը զարգացնելու խնդիր է եւ այն, որ ատելության խոսքը սարսափել է, այստեղ իհարկե իրավական լուծումներ են, բացի այն, որ այո կրթության վրա պիտի հնարավորինս շեշտադրում անենք, բայց իրավական լուծումները մինչեւ չլինեն ցանկացած կրթական process միևնույն է բախվելու է ինչ-որ մի փուլում, որովհետեւ այն խումբը, որը ավելի կրթված է, միշտ ենթարկվելու է ատելության խոսքի եւ եթե օրենքը չի գնալու է արդեն ինքնադատաստանի process-ներ։ Բայց հիմա ինձ մոտ տպավորություն նաև ագրեսիվ լինելը ավելի ձեռնտու, մոդայիկ ու շահավետ է, որովհետև ավելի շատ են քեզ կարդում, ավելի շատ են քեզ լսում, հա։ Ցավոք այո, որովհետև նաև այդ ագրեսիայի մեջ արկա է այդպես խոսքը ավելի արագ հասցնելու տարբեր այդպես մեխանիզմներ, սրանք իրականում շատ բան են ամբողջ աշխարհում հիմա մոտեցում կա, հա, ինչպես խոսքը ավելի ազդեցիկ հասցնել եւ այդ ազդեցիկության մեջ հաճախ այդ մեխանիզմների մեջ ուսուցանում են բղավելու, տոնայնության փոփոխության, որ երբ որ դու ավելի բարձր ես խոսում, դա շատ ավելի հասնում է տեղ եւ այլն կամ գրավում է ուշադրություն, չնայած այստեղ էլ դեռևս կան քննարկումներ, հա, որն է ավելի հաճախ մարդկանց համար հաճելի լսել, բնականաբար ոչ այդ բղավոցները, բայց սա իրականում շատ լուրջ խնդիր է, այսինքն եւ այստեղ է, երբ որ ասում եք ինչու է կանանց իրավունքներ եւ այլը, որովհետեւ շատ հաճախ այդ բռնության մշակույթը առնականությունը, բռնությունը դիտարկվում է որպես առնականության մի կարևոր տարր։ Այսինքն եթե դու տղամարդ ես, ուրեմն դու բռի պիտի լինես, պիտի գոռաս, պիտի այդ տղամարդկայնությունդ այդպես դրսևորես։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է, եւ սա ամբողջ մեդիայով է քարոզվում, նորմալիզացվում որպես այդպեսին, հա, այսինքն նույն սերիալները տեսնենք, այսինքն երբ որ դիտարկում ենք սերիալների ընթացքում որքան շատ են բռնության տեսարանները եւ ամենավտանգավորը օրինակ այդ բռնություն կիրառողը հերոսն է ֆիլմի։ Սրանք բաներ են, որ մենք չենք գուցե խորքային հասկանում, թե օրինակ ինչպես է դա ազդում մարդկանց վարքային փոփոխությունների վրա։ Եվ այդ վարքային փոփոխությունները հետո նաև տեսնում ենք արդեն առօրյայում, որովհետև դառնում է, որ եթե դու հայհոյում ես, եթե դու բռի ես, եթե դու բռնություն ես կիրառում, դու շատ ավելի տենց բան ես, ուժեղ ես, տղամարդ ես, առնական ես եւ այլ։ Սրանք այն ամբողջ խեղաթյուրումն են, որպես այդպեսին հանրային խոսքի։ Բայց դու կարծում եք սերիալը կարող է ազդել ինչ որ մեկի վարքի սերիալը, սերիալները, հատկապես սերիալները։ Ավելի շատ այդ մարդու ծնողներն ու միջավայրը չեն ազդում, քան սերիալը։ Եվ դա, տեսեք, սա միայն երեխաների կամ երիտասարդների մասին չի, սրանք նաև մեծերի վարքագծերն են։ Հասուն մարդը կարա սերիալ նայ, որտեղ բռնություն կա, ու ինքը դուրս գա։ Այո, եւ ինքը համարի, որ դա նորմալ է, եւ այդ նորմալիզացիան է ամենավտանգավորը։ Կան բազմաթիվ հետազոտություններ, երբ օրինակ նաև այդ
երեխաների մոտ այդ կրկնօրինակման բանն է, մոդելն է, չէ՞, գործում, որտեվ երբ հաճախ ասում են, երբ որ դու երեխայի դաստիարակում ես, դու նույնը պիտի անես, որովհետեւ երբ որ դու իրան ասում ես, սա չի կարելի, բայց երբ ինքը տեսնում է, որ ծնողը անում է, ինքը բնականաբար այդ կոգնիտիվ բանի մեջ է ընկնում, դիսոնանսի մեջ է ընկնում, ինքը հասկանում է, որ բա եթե դու անում ես, հետո ինձ ասում ես չի կարելի, ուրեմն կարելի է, ուրեմն դա նորմալ է։ Եվ հայկական սերիալների միայն խոսում եմ հայկական սերիալներ։ Տեսեք, օրինակ Netflix-ը մի մեծ քաղաքականություն մշակեց, ինչպես քարոզեն հավասարությունը, օրինակ կանանց իրավունքների։ Մի քանի սերիալներ օրինակ հրապարակեցին, թողարկեցին, որտեղ հերոսները կանայք են, հերոսները սա փոխում է այդ մոտեցումը։ Բայց մեր սերիալներում շատ հաճախ սցենարիստները ասում են, դե մենք նկարում ենք այն, ինչ կառկա է մեր կյանքում, բայց երբ մարդը իր կյանքում տեսնում է այդ նույնը, բայց ինքը տեսնում է, որ ֆիլմում էլ է դա, եւ տեսնում է, որ այդ ֆիլմի գլխավոր հերոսը կամ դրական հերոսը նույն վարքագիծն է դրսևորում, ինքը համարում է, որ այն ինչ իր կյանքում ուրեմն լավ է, նորմալ է, այս բախումը չպիտի լինի։ Այ, որովհետև ես ուզում եի Game of Thrones-ի գահերի խաղի օրինակը բերեի, այսինքն այնպես չէ, որ աշխարհի ամենապոպուլյար սերիալներից մեկն է, այնտեղ ամբողջը բռնություն է ու 10 անգամ ավելի շատ, քան ցանկացած հայկական սերիալում, բայց ինքը հասարակության վրա չի ազդել, այսինքն գահերի խաղից հետո մարդիկ չեն արել այդ նույն բաները կյանքում, հայկականներից հետո անում են։ Կա ուսումնասիրություն, որ չեն արել։ Հա, եւ տարբերությունն է, որ սա իրականությանը մոտ է, նա գուցե պատմական այլ իրականություն է, բայց այդ պատմական իրականության մեջ դու կարող ես ինչ-որ մոդելներ ինքդ քեզ բան ես անում, հա, ռեֆլեքսիա ես անում քո կյանքի հետ կապված, բայց այնուամենայնիվ բռնությունը անշուշտ ասում է եւ իմիջիալոց հենց Game of Thrones-ից հետո, բանից հետո, Squid Game-ից հետո եւ այլն, սրանք բոլորը երկար քննարկվում էր հենց համաշխարհային տարբեր հոգեբանների եւ այլնի, այսինքն մասնագիտական այդ շրջանակներում երկար քննարկվում էր, թե ինչ վատ ազդեցություն դրանք կարող են ունենալ։ Եթե մեսիջը ճիշտ չի ընկալվում, օրինակ, Squid Game-ը ինքը մեսիջը կաղամարի խաղ է, այո, կաղամարի կամ չգիտեմ, իրականում ինչպես էր, բայց դա եթե նայում է մարդ, որը պատրաստ չի եւ չի հասկանում, օրինակ ասենք երեխաների շրջանում, եթե ինքը չի հասկանում դրա ուղերձը, թե որն է իրական ֆիլմի ուղերձը, ինքը տեսնում է միայն այդ արյունալի տեսարանները, իր սպանելը, փողի համար պատերազմը, կռիվը, պատերազմ բառից բուն իմաստով չեմ ասում, բայց միմյանց սպանելու մոլուցքը, որ հանուն փողի կարող են անգամ բոլոր հնարավոր արժեքները մի կողմ դնել, սա իրականում շատ լուրջ հետևանք կարող է ունենալ։ Հենց նոր փոքր դասի մասնակցեցի մեդիագրագիտության ու առաջարկում նաև ոնց որ ընդմիջման դասից հետո գնանք պատշգամբ։ Մենք միջև կադրը տեղավորում ենք, հետաքրքիր բան պատմեցիք կապված հենց մեդիագրագիտության հետ, խնդրեմ նորից ասեք, որ հիմա տարածված է հատկապես սահմանամերձ շրջաններում բացում են երիտասարդ սիրուն աղջիկների պրոֆիլներ, գրում են այդտեղի բնակիչ տղաներին, որպեսզի Ճիշտն ասած, այո, քանի որ մեդիագրագիտության մասով մենք իրականում ավելի շատ հենց այս ուղղությամբ ենք աշխատում երիտասարդների հետ, որպես իրենք հասկանան, օրինակ, բացի կեղծ նարատիվները, որ տարածում են, որոնք առաջացնում են հենց հատկապես սահմանամերձ համայնքներում վախի մթնոլորտ, անվստահության մթնոլորտ, երկրից գնալու ցանկություն, հա, այսինքն ամբողջ նպատակը թշնամու ինչն է, որ հնարավորինս այնպես անի, որ այդ մարզերը, համայնքները դատարկվեն եւ այլն, բայց մեկ կարևոր շատ վտանգավոր միտում կա վերջին երևի 6-7 տարիների ընթացքում, որ ստեղծում են fake edge-եր, գեղեցիկ աղջիկների նկարներով, պատկերներով, սկսում են շփվել մեր սահմանամերձ համայնքներում ապրող երիտասարդներ, ընդ որում դրանք հիմնականում ավագ դպրոցի երիտասարդներ են։ Եվ այս տեսանկյունից դրա համար կարևոր է նաև դպրոցների հետ աշխատել։ Սկսում են խոսել, ընդ որում խոսում են ոսկեղենիկ հայերենով, մաքրամաքուր ճշգրիտ ուղղագրությամբ եւ այլն։
Եվ եղել են պատմություններ, որ օրինակ ասում են պապիկս էստեղ է ծնվել, հիմա ապրում է արտերկրում, խնդրում եմ կարող ես այս ձորը նկարել, որտեղ ինքը հուշ ունի այդ ձորի հետ կապված, կամ ասենք, չգիտեմ, պապիկս այս ձորում տատիկիս առաջարկություն է արել ամուսնության, կգնաս այդտեղ կնկարես, եւ հետո պարզում են, որ իրականում այդ ձորում մենք ունենք ռազմավարական կարևոր օբյեկտներ, այսինքն այսպիսի շատ խորամանկ մեխանիզմներ կարող են նաև կիրառել եւ մեդիագրագիտությունը որպես այդպիսին կարևոր է սովորեցնել նկարները ինչպես իդենտիֆիկացնել եւ ճշտել, հասկանալ եւ երկրորդը այն բոլոր օրինակ վախի տարբեր գործողություններ, վախի մթնոլորտ ստեղծելու համար որ տարածում են, դրանք բոլորը կարելի է տարբեր մեդիագրագիտության գործիքներով հասկանալ։ Վերադառնանք Մխիթար Գոշին, ներքևով ցիտատ կար Մխիթար Գոշից, կրթված կանայք հասարակության համար գանձ են։ Ու դա ասել է հայ Մխիթար Գոշը 1000 տարի առաջ մոտ։ Այդ ուսումնասիրել եք, ոնց է եղել, որ այս 1000 տարվա ընթացքում, կներեք հիմա մի քիչ ժարգոնային օրինակ եմ բերելու, բայց ոնց է կրթված կանայք հասարակության համար գանձենից 1000 տարի հետո նաև հայտնվում հայերի մեջ խոսք, որ օրինակ կնոջ խոսքը ասնավանի չի, այսպես ասած, ինք չի։ Այդ էվոլյուցիան ոնց է եղել։ Իրականում ես շատ հաճախ իմ ուսանողները կփաստեն, որ շատ հաճախ եմ ասում, որ մենք իրականում մենք ամբողջ աշխարհում, եթե որևէ այլ ազգ ունենար Մխիթար Գոշ եւ ունենար 12-րդ դարում այդպիսի առաջադեմ մտածող գիտնական, փիլիսոփա եւ այլն կամ սահմանադրագետ, հա, այսպես ասած, ուղղակի ամբողջ աշխարհը մենք կցնցեինք ցույց տալով, որ տեսեք ինչ առաջադեմ ենք եղել, որովհետեւ այն առաջադիմությունը, որ արկա է Մխիթար Գոշի դատաստանագրքում, ընդ որում դե մենք դիտարկել ենք կանանց իրավունքների տեսանկյունից եւ ես շատ հաճախ ասում եմ, սա ցույց եմ տալիս նաեւ ցույց տալով, որ որքանով այն կեղծ էլի նարատիվը, որ մեր ազգային ավանդույթները, արժեքները հակասում են այդ մարդու իրավունքներին, այդ եվրոպաներից բերած մարդու իրավունքներին։ Շատ պատրիարխալն ենք եւ դաժան ենք, հա։ Այդ ազգային ավանդույթ մենք դիտարկում ենք այն ինչ ուղղակիորեն շատ կարճ ժամանակահատված 17-ից 19-րդ դարերում մահմեդական տարբեր համայնքներում լծի տակ ապրելու հետևանքով վախից դրդված զուտ կացութաձև է ձևավորվել, հա, ապրելակերպ է ձևավորվել։ Ընդ որում սրա մասին խոսում է նաև Ռաֆին իր հայուհիներ էթնոգրաֆիկ աշխատության մեջ, որտեղ հենց հատկապես նաև կրթված եւ կանանց եւ աղջիկների կրթության մասին է շատ հարցեր քննարկում, որ ինչու չեն կրթվում, որովհետեւ հասարակության Ռաֆին մի շատ կարևոր դիտարկում ունի, որ եթե մենք ուզում ենք ունենանք կրթված հասարակություն, առաջինը պիտի կրթենք մայրերին, որովհետեւ առաջին կոնտակտը, կոմունիկացիան ի վերջո երեխայի հետ մոր միջև է, մոր եւ երեխայի միջև է։ Եվ հետաքրքիր եզրահանգման է այս աշխատության մեջ Ռաֆին հանգում, երբ ասում է, որ ինչպես եղավ, որ մենք կորցրեցինք այդ ձեր հենց դիտարկումը, ինչպես եղավ, որ մենք կորցրեցինք այն ինչ ունեինք, այն արժեքները, որը ունեինք, նույն դատաստանագրքում, սա ուղիղ չեմ մեջ բերում, եւ հիմնական եզրահանգումը հենց դա է, որ մենք ապրում էինք վախի մեջ, մենք ապրում էինք մահմեդականների միջև շրջանում եւ կար վախ, որ մեր աղջիկներին կգողանան, կար վտանգ, որ մեր աղջիկներին բռնի կամուսնացնեն եւ այլը եւ այսպիսի մի դիտարկում ունի, ինչպես եղավ, որ մենք սկսեցինք մեր կանանց պահել ամենավերջին սենյակում, վախներ, այսինքն այն ինչ հիմա մենք ընկալում ենք որպես մեր, այսպես ասած, ավանդույթ կամ ընտանեկան արժեք, դա ինչ-որ վախից եւ որոշակի ժամանակահատվածում դրդված վախից ձևավորված ապրելաձև է եղել, դա մեր արժեքը չի, որտեղ մենք ի վերջո ունեցել ենք էպոս 5-րդ դարից, 5-րդ դարում գոնե հստակ արձանագրված, որտեղ ասում է այռուց նայռուց է լինի էք թե որց, որտեղ ասում է Խանդութը ասում է Դավիթ, ես պակաս մարդ չեմ, պատկերացնում եք, չէ, առաջադիմության աստիճանը այն ժամանակ, եւ սա է իրական մեր արժեքը եղել, եւ այստեղ հակասություն ընդհանրապես չկա։ Տիկին Աբրահամյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ես եղանակն էլ եմ ես ոնց որ ասում, ժամանակը մոտենում ավարտին, բայց կարևորը մենք հասկացանք, թե դուք ինչի համար գործիք ընդունեք մարդուն, իսկ ինչի համար կհեռացնեք ձեզ մոտից։
մարդուն։ Երբևէ չի եղել աշխատանքից հեռացում, մենք մի ուղղակի իրավիճակ ենք ունեցել, երբ ամբողջ կոլեկտիվում ունենք կոնսենսուս, որ տվյալ անձը առանձնապես չի համապատասխանում մեր ընդհանուր արժեքներին, երբ փորձ կար բամբասելու ինչ-որ բան մտցնել մեր համայնքում։ Մի բան, որ բացարձակ ոչ թե արգելված է, այլ այսինքն խոսքով դա արգելված չէ կամ ինչ-որ քաղաքականությամբ, հա, պոլիսիներով արգելված չի, այո, չէ, նկատի ունեմ ներքին մեր քաղաքականությամբ, բայց դա բացարձակ ընդունված չէ եւ դա ուղղակի եւ այո, այդ աշխատակից ի վերջո նաեւ դուրս եկավ մեր կոնկրետ դեպք է եղել, հեռացրել եք մարդուն։ Չեմ հեռացրել, այսինքն ուղղակի ինքն էլ հասկացավ, որ չի մտնում, այո, ինքնա հեռացվել է, ուղղակի հասկացավ, որ մեր միջավայրում ընդունելի չի, որովհետև երբ փորձ էր արվում մեկը մյուսից, ընդ որում սա իսկապես շատ կարևոր հարց է, որտեղ թիմը չի կարող լինել իրական թիմ, իսկ ինձ համար դա շատ կարևոր է եւ դա հորիզոնական հարաբերություն է, ինձ մոտ չկա այդ սուբորդինացիան, չի կարող լինել, եթե այդտեղ մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ քննարկում եւ ոչ առողջ քննարկում կա։ Այնպես որ այո, կարող է լինել այդպիսի իրավիճակում, դա կարող է դառնալ պատճառ հեռացնելու, բայց դեռ չեմ հեռացրել որևէ մեկին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։